Եվ այսպես Իլհամ Ալիևը փակում է Մեծամորի ատոմակայանը ու բացում է Զանգեզուրի միջանցքը։ Հարգելի հեռուստադիտողներ, եկեք այսօրվա մեր զրույցը սկսենք հարցից։ Ձեր կարծիքով ադրբեջանական պետականության կայացման համար ով է ավելի շատ գործ արել՝ Նիկոլ Փաշինյանը թե Հեյդար Ալիևը։ Իսկ հիմա անցնենք մեր այսօրվա թեմային։ Հունիսի 7-ին կայացած ընտրությունների ամրագրված արդյունքները Ադրբեջանում ակնհայտորեն ընկալում են որպես Բաքվի ռազմավարական հաղթանակ, բայց քիչ է որ դու ունենաս այդ ռազմավարական հաղթանակը, դու պետք է կարողանաս օգտագործել այդ հաղթանակը, օգտվել այդ հաղթանակի պատուղներից, ինչի մեկնարկն էլ տալիս է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով Նախիջևանում հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին եւ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս իրավիճակին եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարևորագույն առանցքային հարցերին եւ այսպես Ադրբեջանի նախագահը նշել է հետեւյալը, որ իրենք հասնում են իրենց դարավոր նպատակին բացելու Զանգեզուրի միջանցքը։ Իհարկե հարցազրույցում Ադրբեջանի նախագահը օգտագործել է նաև թրիփ ձևակերպումը, բայց առանցքայինը իր խոսույթում եղել է այն, որ նա պնդում է, որ իրենք բացում են Զանգեզուրի միջանցք։ Այդ իսկ պատճառով էլ նա խոսում է օրինակ այն մասին, որ մինչև Պակիստան եւ այլն եւ այդպես շարունակ այդ ուղին իրենք կարող են շարունակել։ Ինչն է հա նաև պատճառը, որ Ադրբեջանի նախագահը ինքը խոսում է օրինակ հենց Զանգեզուրի միջանցքի մասին, այլ ոչ թե թրիփի մասին, որովհետև եթե մենք հավատանք Հայաստանի Հանրապետության իշխանություններին, ստացվում է, որ թրիփը ուղղակի ինչ որ մի ճանապարհ է, ուղղակի այդտեղ լինելու է նաև ինչ որ մի տարբերակով ամերիկյան ներկայություն։ Ադրբեջանում ընկալումները այլ են հետևյալ համատեքստում։ Տեսեք, մենք ունեցանք Վաշինգտոնյան հանդիպում 2025 թվականի օգոստոսի 8-ին, այդ Վաշինգտոնյան հանդիպման շրջանակներում արդեն իսկ ամրագրվել էր, որ Հայաստանը տրամադրելու է Ադրբեջանին անխոչնդոտ կապ, ու դա էլ ավելի, այսպես ասած, հստակեցվեց արդեն 2026 թվականի ձմռանը, հունվար ամսին, երբ որ Արարատ Միրզոյանը մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնտեղ հանդիպում ունեցավ Մարկո Ռուբիոյի հետ, ստորագրվեցին նոր փաստաթղթեր, որտեղ նաև ամրագրված էր հետևյալը, որ կոմունիկացիայի շրջանակներում, որը պետք է անցնի Հայաստանի Հանրապետության տարածքով եւ որը Ադրբեջանը պետք է կապի Նախիջևանի հետ, լինելու է մասնավորապես front office եւ back office հասկացություններ, պարզ լեզվով ասած հայկական պետական մարմինների ներկայացուցիչները կարող են առհասարակ չլինել այն ճանապարհին, որտեղով անցնելու են ադրբեջանցիները, ավելին, տեսեք, բացի նրանից այդ front office, back office հասկացությունները, ի վերջո պետք է լսել, թե ինչ մեսեջներ են գալիս Ադրբեջանից ու հասկանալ, թե իրենք ինչ են ուզում, իսկ իրենք ուզում են հետեւյալը, իրենք ուզում են, որ այն կոմունիկացիան, որը գործելու է Հայաստանի Հանրապետության տարածքով, գործի է նույն ռեժիմով, որով գործում էր Լաչինի միջանցքը մինչև 2022 թվականի դեկտեմբեր, այսինքն մինչ այն պահը, երբ որ սկսվեց Արցախի Հանրապետության բլոկադը։ Ու քանի որ մենք խոսեցինք նաև Լաչինի միջանցքի մասին, բլոկադայի մասին, եկեք հենց այս թեզի շրջանակներում շարունակենք վերլուծել Ալիևի խոսքը։ Տեսեք, ինչ է ինքը նաև ասում, որ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի։ Ինքը չի ասում, որ կա հնարավորություն կամ նույնիսկ չի խոսում այն մասին, որ չգիտեմ հայերը միգուցե նոր ատոմակայան կառուցեն։ Ինքը նաև չի խոսում դրա մասին, որ օրինակ ՄԱԳԱՏԵ-ն պարբերաբար խոսում է այն մասին, որ անվտանգության հետ կապված մեր ատոմակայանը խնդիր չունի։ Ինքը ասում է Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի, նաև կարևոր արձանագրում է անում, ասում է այդ պարագայում Հայաստանի Հանրապետությունում առաջանալու է էլեկտրոէներգիայի դեֆիցիտ, Ադրբեջանն էլ այն եզակի պետություններից մեկն է տարածաշրջանով, ով ոչ թե էլեկտրոէներգիայի պակասորդ ունի, այլ նաև օրինակ կարողանում է արտահանել իր էլեկտրոէներգիան, մասնավորապես ինքը նաև խոսել է այն մասին, որ Վրաստանի տարածքով մալուխներ են անցկացվելու եւ իրենք ադրբեջանական էլեկտրոէներգիան վաճառելու են Եվրամիության մեր հարգարժան գործընկերներին։ Հիմա ինչ է ասում Ալիևը։ Ասում է պակասորդը երբ որ առաջանա Հայաստանում, երբ որ փակվի Մեծամորի ատոմակայանը, մենք պատրաստ ենք Հայաստանին այս հարցում օգնել։ Դուք հասկանում եք ինչ է կատարվում, հարգելի հեռուստադիտողներ։ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը իրենք փորձում են ստեղծել մի իրավիճակ, երբ որ էներգակիրների առումով Հայաստանի Հանրապետությունը կախվածության մեջ լինի Ադրբեջանից, ինչը Ադրբեջանին հնարավորություն է տալու կրկնել Հայաստանի Հանրապետության հետ այն, ինչը իրենք արեցին Լաչինի միջանցքում Արցախի Հանրապետության դեմ։ Ու այստեղ եւս մի կարևոր նրբերանգել ավելացնենք, հենց Ալիևի հարցազրույցի օրը խոսում էր նաեւ ԿՊ պատգամավոր Սարգիս
Խանդանյանը ով նշում էր հետևյալը, ասում է դե ռուսական գազը չի լինի, չգիտեմ, Ադրբեջանից կխնդրենք կամ Ադրբեջանից կգնանք։ Տեսեք, այն փականը, որի միջոցով Հայաստան գալու են էներգակիրներ Նիկոլ Փաշինյանը ուզում է տա Ադրբեջանի նախագահին։ Մի հատ հիշեք, հա, երբ որ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը փակում էր արգելափակում էր Լաչինի միջանցքը, ինչ իրենք արեցին առաջին հերթին, իրենք փակեցին հնարավորությունը Հայաստանից Ադրբեջանին մատակարարել գազ, մատակարարել էլեկտրաէներգիա, ինտերնետ եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ այդ փականը ադրբեջանցիների ձեռքում էր հայտնվել, իրենք վերահսկողություն էին սահմանել այդ տարածքի նկատմամբ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը բառացիորեն փորձում է նույնը իրականացնել նաեւ Հայաստանի Հանրապետության դեմ, այսինքն տալիս է Ադրբեջանի նախագահային հնարավորություն վերահսկել էներգակիրների մատակարարման հարցը Հայաստանի Հանրապետություն։ Եվս այստեղ բայց մի կարևոր նրբերանգել կա, մենք պարտավոր ենք ուղղակի սրա մասին խոսել։ Եվրամիության մեր գործընկերները վաղուց են բարձրացնում այդ թեման կապված ատոմակայանի փակման հետ։ Տրամաբանությունը շատ պարզ էր, իրենք կարծում են, որ դա կարևորագույն դրվագներից մեկն է Հայաստանի ներքաղաքական իրականության շրջանակներում, ներհայաստանյան իրողությունների շրջանակներում, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետև չմոռանանք, որ բացի նրանից, որ սովետներն էին կառուցել մեծամորի ատոմակայանը, Ռոսատոմը նաև սպասարկում է մեծամորի ատոմակայանը ու եվրոպացիները պնդեցին, որ մեծամորի ատոմակայանի վերաբերյալ առանձին կետ ներգրավի նաև 2017 թվականին ստորագրված համապարփակ համագործակցության պայմանագրի մեջ, ՍԵՊԱ-ի մեջ, ու ստացվում է հետևյալը, որ Սերժ Սարգսյանը եւս կողմ է եղել նրան, որ մեծամորի ատոմակայանը փակվի, Եվրամիության մեր գործընկերներն են կողմ եղել, որ մեծամորի ատոմակայանը փակվի, Ալիևն է պնդում, որ փակվի, Թուրքիան է պնդում, որ փակվի, Ադրբեջանն է պնդում, որ փակվի։ Սա է կատարվում, այսինքն Հայաստանի Հանրապետությունը ինքը էներգետիկ առումով անկախ է ի շնորհիվ մեծամորի ատոմակայանի, մենք ոչ միայն մեր ներքին սպառման ավելի քան 30% էլեկտրաէներգիայի ստանում ենք մեծամորի ատոմակայանից, մենք նաև ի շնորհիվ նրա կարողանում ենք էլեկտրոէներգիա վաճառել նաև Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչի շնորհիվ էլ նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից գազ ենք ստանում, այս ամենը իրենք ամբողջությամբ ուզում են ոչնչացնել եւ հենց սրա մասին է խոսում Իլհամ Ալիևը։ Եվս մի կարևոր նրբերանգ։ Ինչի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը ու միջև հիմա օրինակ եթե դուք ուսումնասիրեք կառավարության կայքը, Նիկոլ Փաշինյանի կայքը, primeminister.am, դուք կարող եք նկատել հետեւյալը. արտաքին ինչ գործընկերել գալիս է Հայաստան, Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենց արժեվ դնում են համապատասխան բրոշյուրները, այսպես կոչված խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ։ Երեք Ադրբեջանի նախագահի Նախիջևան կատարած այցից հետո ադրբեջանական լրատվամիջոցները հետևյալ թեզն են առաջ տանում, որ առաջին անգամ 100-ամյակի ընթացքում կա հնարավորություն Ադրբեջանը եւ Նախիջևանը կապել եւ իրենք ասում են, որ Նախիջևանն է լինելու Եվրասիայի կարևորագույն հաբը։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Խաղաղության խաչմերուկ ասվածը որպես կոնցեպտ Ադրբեջանն է փորձում իրականացնել։ Իրենց անկալմամբ այդ խաղաղության խաչմերուկ ասվածը պետք է լինի Նախիջևանում Հայաստանը պարզապես պետք է ինչ-որ մի փուլում տրամադրի իր տարածքը, որպեսզի Ադրբեջանը կարողանա Նախիջևանի հետ կապվել։ Ընդհանրապես, տեսեք ինչա կատարվում պատմական մասշտաբով։ Թեկուզ եւ ավելի քան 100-ամյակ առաջ Ադրբեջանը ստացել է վերահսկողություն Նախիջևանի նկատմամբ, բայց ի շնորհիվ նրա, որ կար Արցախ, ի շնորհիվ նրա, որ Հայաստանում, թե խորհրդային Հայաստանում, թե անկախ Հայաստանում իշխանությունների մոտեցումները այլ էին կոմունիկացիաների առումով, Ադրբեջանը չէր ստանում հնարավորություն կապվել Նախիջևանի հետ եւ Նախիջևանի ենթակառուցվածքային, աշխարհաքաղաքական եւ այլ տիպի առավելությունները օգտագործել։ Նիկոլ Փաշինյանը այդ դրա հնարավորությունն է տալիս Ադրբեջանին, իրենք էլ փորձելու են խաղաղության խաչմերուկ դարձնել Նախիջևանը, դա էլ իր հերթին հանգեցնելու է նրան, ինչի մասին արդեն ավելի քան 2 տարի Ալֆայի տաղավարում մենք խոսում ենք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում մենք ոչ թե խաղաղության խաչմերուկ ենք դառնալու, այլ փաշինյանական տուպիկ։ Ու ամփոփենք մեր այսօրվա զրույցը նույն հարցով, որից սկսեցինք մեր այսօրվա վերնագիրը։ Հարգելի հեռուստադիտողներ, հաշվի առնելով վերոնշյալը, ով է ավելի շատ արել ադրբեջանական պետականության համար Գեյդար Ալիևը, թե Նիկոլ Փաշինյանը։ Մտածեք այդ մասին։